Բարի երեկո բոլորին, ուրեմն սկսում ենք մեր հերթական վեբինարը, այսօր մայիսի 12-ն է, ուրբաթ, վերջացնում ենք մեր հերթական շաբաթը, հետարքիր շաբաթ էր, տարբեր ուղղություններով մեր Հրանտը շատ դժվարությամբ է, Հրանտ ջան, բարի երեկո, դու արդեն եթերում ես սենց ասած, վեբինարին ես, եթե լսում ես մեզ վերևի ձախ անկյունում չատ կա, կարող ես պլյուսներ դնել կամ մի բան գրել։ Վեբինարի պատրանի վերևի ձախ մասում ունենք չաթի համար նախատեսված պատուհան։ Եթե դու մեզ լսում ես, էկրանում երևում է տնտեսական օրացույցը, որևէ նշանով արձագանքիր, Հրանտ խոսքերս ձեզ են վերաբերվում։ Վերջացավ։ Դե բարի գալուստ մեր վեբինարը, շարունակենք այսպիսով։ Ի տարբերություն շաբաթվա մնացած օրերին, այսօրվա հազար բարի Հրանտ ջան, այսօրվա ուրեմն օրը բավական հագեցած էր ֆունդամենտալ նորություններով։ Սկսենք Գերմանիայից եկող սպառողական գների ինդեքսի փոփոխություն ապրիլ ամսվան Գերմանիայում չի եղել։ Սա ոչ լավ է, ոչ վատ, ավելի շուտ վատ քան լավ, որովհետև սպասվում է Եվրամիության երկրներում լավ ցուցանիշներ, դրական ցուցանիշներ, աճ, ուրեմն գնաճ, գների աճ։ Համախառն ներքին արդյունքի աճը նախորդ երամսյակի համեմատ ներողություն մի փոքր նվազել է, սակայն կանխատեսվածի չափ է դուրս եկել, սակայն տարեկան կտրվածքով այն աճը արձանագրել Գերմանիայի մասով, ընդհանուր առմամբ դանդաղ, բայց արդեն եմ ասում Եվրամիության երկրներում ունեն կայուն ինչ-որ թեթև զարգացող տնտեսական ցուցանիշներ։ Ֆրանսիայում զբաղվածության ուրեմն տոկոսն է աճել, 0.3% զբաղվածության մակարդակն է աճել առաջին երամսյակում, սպառողական գների ինդեքսը Իսպանիայում նույնպես մնացել են, աճը մնացել է նույն մակարդակի վրա, ինչ որ նախորդ ամսվա վատ չի։ Այստեղ հիասթափեցնող էր Եվրամիության արդյունաբերական արտադրանքի ցուցանիշը, այն կրճատվել է 0.1%-ով, նույն իմիջիայլոց իրավիճակն է եղել նախորդ ամիս, կրճատում է դեռ արդյունաբերությունը ընդհանրապես Եվրոպայում վատ է ուրեմն զարգանում, եթե հիշում եք նաև Մեծ Բրիտանիայում երեկվա ցուցանիշներում արդյունաբերական արտադրանքը, վերամշակող արտադրանքը բավական վատ ուրեմն ցուցանիշներ դուրս եկան, նվազում էին։ Սա իհարկե վատ է ընդհանուր առմամբ, սակայն հիշենք, որ զարգացած երկրների ուրեմն քաշիչ ուժը ծառայությունների ոլորտն է, իսկ ծառայությունների ոլորտը ընդհանուր առմամբ այդ ոլորտում ակտիվությունը բավական լավ է։ Չնայած իհարկե արդյունաբերությունն էլ ետին պլանում չէ եւ այստեղ հուսով ենք շուտով կարձանագրվի արդեն աճ։ Իհարկե ամսական ցուցանիշն է մարտ ամսվա համար է եւ խնդրեմ, ինչ մենք տեսանք շատ կարեւոր ցուցանիշների համակարգում Միացյալ Նահանգներից այսօր։ Սպասելի, ինձ համար ամենայն դեպս սպասելի ցուցանիշներ, ես սպասում եմ մի փոքր լավ կամ մի փոքր վատ, այսինքն 0.1%-ի տարբերությամբ բնականաբար, եւ վատ, այսինքն սա ավելի շատ նեյտրալ նորություններ են, որովհետեւ եթե համատնենք նախորդ ամսվա ցուցանիշի, տեսնում եք նվազելն եւ շատ վատ էր նախորդ ամսվա ցուցանիշները, եթե հիշում եք Միացյալ Նահանգների դոլարի անկում ապրեց եւ սպասել էր, որ այս անգամ այդքան լավ աճ, ինչպես եւ կանխատեսված էր, չէր կարող լինել, սակայն համեմատած նախորդ ցուցանիշի ամսական կտրվածքով գների մակարդակը աճել է 0.1%-ով։ Տարեկան կտրվածքով, եթե հիշում եք փետրվար ամսվա կտրվածքով, փետրվարին 16 փետրվարի համեմատ 2.2% էր։ Մարտ ամսվան 2%, իսկ արդեն ապրիլի 1.9%, այսինքն կա աճ, բայց աճի տեմպը գնալով նվազում է։ Սա շատ վատ է Ֆեդերալ ռեզերվային համակարգի համար, որովհետև
Մենք ամբողջ շաբաթվա ընթացքում լսեցինք ներողություն, ամբողջ շաբաթվա ընթացքում լսեցինք Ֆեդերալ ռեզերվային համակարգի ուրեմն նախագահների ելույթները եւ գրեթե բոլորը միաձայն ասում են, որ տնտեսական ցուցանիշները լավ են, ինչ վատ եղել է մասնավորապես տնտեսական աճներ անդրադարձ լինում, մանրածախ առևտրին եւ այլն, դրանք ժամանակավոր սեզոնային բնույթ են կրում, գնաճը կայունացել է, մեր նպատակային դրույթների մոտեցել է, դա 2%-ն է, ասեմ ձեզ, եւ ընդհանուր առմամբ այն սպասելիքները, որ հունիս ամսվան պետք է ռեզերվային դրույթ բարձրացվեր, արդեն շուկան գնահատում էր 88%, դեռ տարբեր գնահատականներ կան, բայց ընդհանուր միջին ցուցանիշը դա էր, իհարկե այսօր ցուցանիշներից հետո այն 10%-ով իջավ, 77% է դարձել, բարձրացնելու հավանականություն ռեզերվային դրույթի։ Բացի այս գնաճային վատուցանիշներից նաև դանդաղ տեմպով է աճել ուրեմն մանրածախ առևտուրը Միացյալ Նահանգներում եւ ծավալը եւ ինդեքսը մանրածախ առևտրի տեսնում եք կանխատեսված է 0. Ընդհանուր առմամբ եմ ասում, բոլոր ցուցանիշները նախորդ ամսվա մոտ լավն էին, սակայն ուրեմն կանխատեսվածի համեմատ վատ ըստ էության չեզոք, բայց ամենակարևոր ցուցանիշը, որը կազդի Ֆեդերալ ռեզերվային համակարգի որոշման վրա, դա գնաճային տարեկան տեմպն է, այն նվազելով է, աճը գնալով է եւ այս պարագայում Ֆեդերալ ռեզերվային համակարգը պետք է մտածի կամ սպասի այլ ուրեմն նորությունների այլ ֆոնի, մասնավորապես մինչև հունիսյան նիստը, եթե չեմ սխալվում, կա եւս մեկ, այսինքն այս ամսվա մայիս ամսվա սպառողական գների ինդեքսի ուրեմն ցուցանիշներ, մենք կտեսնենք ամենայն հավանականությամբ, եւ եթե այնտեղ նույնպես լինի վատ արդյունք, արդեն իրոք հունիս ամսվան այլ չեմ ասում, մայիսյան զբաղվածության ցուցանիշները, աշխատաշուկայի ցուցանիշները, եթե նույնպես լինեն վատ, ապա ըստ էության մենք հունիս ամսվան երևի թե չտեսնենք ռեզերվային դրույթի բարձրացում։ Սրան հակառակ սպառողների տրամադրությունն ու սպասումները մի քիչ լավացել են մի փոքր Միացյալ Նահանգներում, բնականաբար այն կարող է պայմանավորված լինել հատկապես ուրեմն զբաղվածության, ցուցանիշներով, զբաղվածության աճով, բավական լավ վիճակում աշխատաշուկան, սկսվել է արդեն աշխատավարձի տեմպի աճը։ Մի խոսքով, այսպիսի հետաքրքիր ցուցանիշներ այսօր մենք արձանագրեցինք, իհարկե վատ չէին, վատ լինելու դեպքում միանշանակ դոլարը բավական խորքային կարժի զրկվեր, իհարկե որոշակի կոռեկցիոն արժեզրկում մենք տեսնում ենք, բայց շուկան շարունակում է սպասել հետագա նորություններ, որտեղ սա այն նորություններ չէ, որ շատ վստահություն հաղորդել հունիս ամսվա ռեզերվային դրույթի բարձրացման մասով։ Մյուս շաբաթվա էական նորություններից կառանձնացնենք երկուշաբթի օրվա սա Ավստրալիայի կենտրոնական բանկի նիստի ուրեմն հետական զեկույցն է, այնուհետև Չինաստանից եկող նորություններ, արդյունաբերական արտադրանքի ծավալը հատկապես եւ լավ նորությունները, գիտեք, հատկապես կոժանդակեն մետաղների գներին, հումքերի գներին, ընդհանուր առմամբ, որտեղ մեծ պահանջարկ ներկայացնող երկիրը Չինաստանն է, եւ այնտեղի լավ տնտեսական վիճակը բերել է ընդհանուր առմամբ հանքահումքային նյութերի պահանջարկի աճ, մասնավորապես ոսկու գների հետ կապված, պղնձի գների հետ կապված եւ սրանով պայմանավորված նաեւ այդ հումքերից կախված արժույթների արժևորման, մասնավորապես ավստրալիական դոլարի, նորզելանդական դոլարի եւ այլն։ Երկուշաբթի օրվա հիմնական շեշտը կդրվի դրա վրա, ունենք նաեւ բազմաթիվ նորություններ Մեծ Բրիտանիայից միջալոց, մյուս շաբաթ Ֆրանսիայի սպառողական գների ինդեքսն է, Մեծ Բրիտանիայում սպառողական գների ինդեքսը, այ խնդրեմ, այնինչ համարում են պատահական մեծություններ կենտրոնական բանկի նիստերում, մեզ հիշում եք այս շաբաթ տեղ ունեցավ երկու կենտրոնական բանկի նիստ, Մեծ Բրիտանիայի եւ Նոր Զելանդիայի, այնտեղ ասում են, որ նախորդ
Գնաճային ցուցանիշները դրանք ավելի շատ պատահական են, քան օրինաչափ, խնդրեմ եւս լավ ցուցանիշ է գնաճային կանխատեսվում Մեծ Բրիտանիայում 2.6%-անոց աճ, դա բավական լավ արժեք է եւ 3%-ի շեմացնել արդեն կստիպի ուղղակիորեն Մեծ Բրիտանիայի կենտրոնական բանկին եւս 0.25%-ով բարձրացնել ռեզերվային դրույթը, որպեսզի թույլ չտա հիպերինֆլյացիա կամ ավելի բարձր գնաճ։ Այնպես որ այստեղ աճի կանոն տեմպ կա, սպասենք, տեսնենք ինչպիսին կլինի։ Սրան ըստ էության չի հավատում հենց Մեծ Բրիտանիայի կենտրոնական բանկը։ Եվրոմիության համախառն ներքին արդյունքի առաջին ուրեմն երամսյակի գնահատական, երկրորդ գնահատականն է, որքան ես հիշում եմ, աննշան փոփոխություն հնարավոր է այստեղ։ Այստեղ կարևոր ցուցանիշը ուրեմն տնտեսական տրամադրություններն են Գերմանիայում, բավական լավ, սա շատ կարևոր ցուցանիշ է, տնտեսական պայմանները նույնպես աճել են, սա եվրոյի համար բավական լավ ուրեմն ցուցանիշ առևտրային հաշվեկշիռը Եվրոմիությունում ընդհանրապես բավական լավ վիճակում է, դրական է, աճ հնարավոր է տեսնենք։ Միացյալ Նահանգներից երկրորդային ուրեմն ֆունդամենտալ ֆոնը մի շաբաթ սպասում, գրեթե ողջ շաբաթ էական նորություններ չկան Միացյալ Նահանգներից։ Սպառողական գների ինդեքսը Ավստրալիայում, հիշենք, որ վերջին շրջանում բավական լավ ցուցանիշներ են այստեղ արձանագրվում եւ Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում։ Խնդրեմ Մեծ Բրիտանիայի մյուս կարևոր ցուցանիշները աշխատավարձի մակարդակը եւ գործազրկության նպաստանալու ուրեմն դիմումների քանակը բավական նվազել է նախորդ ամսվա համար 20,000-ով, նշում եմ գործազուրկների ըստ էության քանակն է այստեղ նվազել, երկու ցուցանիշներն էլ բավական լավ են, գործազրկության մակարդակը 4.7% հնարավոր է տեսնել 4.6, այս ամենը ֆունտի համար բավական լավ կլինեն, եւ Եվրոմիության էական ցուցանիշներից մեկը սպառողական գների ինդեքս, այսինքն այն ինչ այսօր տեսանք Միացյալ Նահանգների համար, հիշենք, որ բավական լավ աճի տեմպ ունենք այստեղ, նախորդ ամիս կանխատեսված էր 1.7-1.9% դուրս եկավ, այս ամիս, այսինքն ապրիլի համար կանխատեսված հենց նախորդ ամսվա համանման աճ 1.9%-անոց, նույնիսկ այս տեմպը պահպանելը արդեն իսկ լավ է, առավել եւս եթե այն լինի 0.1%-ային կետով լավ, եվրոյի համար շատ լավ կլինի, միանշանակ իմպուլս, եվրոյի արժևորման հերթական իմպուլսը, մեր հերթական նորությունները նաեւ նավթի պաշարներից, 5 շաբթի ունենք ճապոնական բավական էական նորություն, համախառն ներքին արդյունքն է առաջին երամսյակում եւ լավ բավական ցուցանիշներ են, երամսյակային կտրվածքով էլ աճ կանխատեսված, տարեկան կտրվածքով էլ աճ 1.7% տնտեսական աճ, նախորդ առաջին երամսյակի համեմատ նախորդ տարվա, սա բավական առաջընթաց ճապոնական տնտեսության համար եւ շատ մեծ ուրեմն օժանդակություն կլինի ճապոնական իենի համար։ Զբաղվածության մակարդակի փոփոխություններ են Ավստրալիայից, հաջորդ օրվա Մեծ Բրիտանիա գրեթե ամեն օր ունենք Բրիտանիայից, Արցախ առևտրի ծավալը նույնպես լավ է, տեսնում եք կանխատեսված, այնպես որ մյուս շաբաթ եթե այս լավ ֆոնը պահպանվեց, մեծ բրիտանական ուրեմն արժույթը միանշանակ կարժևորվի, հակառակ դեպքում ճակատային, եթե վատ ուրեմն արդյունքներ մենք գրանցեցինք, կարժե զրկվի։ Արտադրական ակտիվության ինդեքսն է Ֆիլադելֆիայից մայիս ամսվա համար, հիշենք, որ այն նվազում է, նախորդ ամիս էր նվազել, այս ամիս նույնպես կանխատեսված է նվազում արտադրական ակտիվությունը, հետաքրքիր է, թե այդպես շարունակվի, մենք շուտով կտեսնենք ռեցեսիոն իրավիճակներ Միացյալ Նահանգներում։ Եվ ուրբաթ օրը մյուս գրեթե նորություններից զուրկ օր արտադրողի գների ինդեքսն է Գերմանիայից եւ կանադական մի շարք նորություններ, հատկապես սպառողական գների ինդեքսի հետ կապված եւ մանրածախ առևտրի հետ կապված։ Ամերիկյան առումով նորությունային ֆոնը թույլ է, հետեւաբար այլ երկրների ուժեղ նորությունային ֆոնը միանգամից բերելու են տվյալ երկրների արժույթների արժևորմանը։ Այսքանը ֆունդամենտալ մասից այսօրվա եւ մյուս շաբաթվա ուրեմն
մեր տեսադաշտում գտնվելիք։ Եթե կան հարցեր, խնդրեմ, եթե չկան, մենք անցնենք միանգամից մեր ֆունդամենտալ մասին, այսպիսով եվրո-դոլար հարցեր լինելու պես խնդրում եմ գրեք անպայման, չաթում կանդրադառնանք այդ հարցերին, եվրո-դոլար, ինչ ենք մենք այստեղ տեսնում, ունենք առաջին սել սիգնալը, երկրորդը նույնպես երեք ունենք և մեր սել ստոպը դրված, այն դեռ չի աշխատել, իր տեղում է սել ստոպը, առաջին սիգնալի համար ստոպը դեռ պահում ենք հենց ամսի 8-ի մոմի մաքսիմումի վրա, ընդհանուր առմամբ եվրոյի կորեկցիան դեռ չի ավարտվել, առնվազն կորեկցիոն այն դեռ սելի տեղ ունի, և մենք ունենք բավական մոտիկ երկրորդ սել ստոպը, երրորդ սել ստոպը դրված է ֆրակտալից, սել ֆրակտալից, դա ապրիլի 17-ի մոմի մինիմումն է, և բայ ֆրակտալ ունենք մայիսի 8-ի մոմի մաքսիմումից ունենք բայ ստոպ, այլ որևէ նշան դեռ այս պահին չկա, ընդհանուր առմամբ ուղղությունը դեռ եվրոյի սել է, ֆունտը նույնպես առաջին մեր նշանը աշխատել է, առաջին մոդրեցը կա, սել ունենք, ստոպ լոսերը արդեն տեղափոխված են ամսի 10-ի մոմի մաքսիմումի վրա, ամսի 8-ի մոմի մաքսիմումից դրված է նաև բայ ստոպը, բայ ֆրակտալային, սելի համար մոտակա որևէ դիրք չունենք սել ստոպ դնելու, սակայն բավական հեռու ապրիլի 7-ի մոմի տակից ունենք երկու սել ստոպ դնելու, ֆրակտալային և բլուցե սիգնալներով, իհարկե գիտենք, որ հնարավոր է միջև այդտեղ հասնել, այստեղ նոր ֆրակտալ ձևավորվի, ավելի մոտիկ բերենք մեր սել ստոպերը, բայց այս պայմանությամբ իրավիճակն այսպիսին է, մեկ սել դիրք ունենք և սպասում ենք ուրեմն ներքև։ Դոլարի ենան ափսոս չտվեց մեզ շրջադարձային մոմ, ամսի 11-ի մոմը մաքսիմումներ չգրանցեց, ամեն հավանականությամբ սա կարող է նաև կորեկցիոն լինել ևս մեկ մաքսիմում մենք դեռ կտեսնենք, բոլոր դեպքերում ես առաջարկում եմ մեր ստոպ լոսերը տեղափոխել այսօր գիշերը հենց ամսի 9-ի մոմի մինիմումի տակ բայերի և սպասել տեսնել, եթե կորեկցիոն ապա այն շրջվի վերև, եթե չէ, մենք իջնենք ներքև կունենանք նոր սել սիգնալներ, ամեն դեպս սելի համար ընդամենը ունենք ամսի 17-ի մոմը սել ստոպ, Վահիդ ջան, ինչն ենք դիտարկում շրջադարձային, երեկվա մոմը, ամսի 11-ի մոմի մասին է խոսքը, այո, շատ լավ է, որ հակված ես, լավ կլինի դիտարկած լինես, պլյուս այս պահին էլ զրո է, իհարկե իրավիճակը, բայց այն շրջադարձային չէ, մի շարք պատճառներով առաջինը մենք չենք գրանցել մաքսիմումներ, նախորդ հատկապես էական մաքսիմումի որևէ գերազանցում, երկրորդ հենց իր նախորդ օրվա մոմի մաքսիմումը չենք գերազանցել, այնպես որ դասական իմաստով այն ամենայն դեպս շրջադարձային չէ և այստեղ մեկ սել ստոպ չունենք, ցավոք չունենք, ինչև է, հնարավոր է այն ճիշտ տեղից, բայց իհարկե ոչ ստրատեգիա սել է մտել, լրացուցիչ ռիսկային պորտաժ, ստոպ լոսը այդքան էլ փոքր չէ, 20 պունկտ, բոլոր դեպքերում սպասենք հստակ նշանների, որ մեր սելը շարունակենք սելի համար դեռ ունենք սել ֆրակտալ, դեռ մեր բայերը ուժի մեջ են, Ֆրանկը, փաստորեն երեք մենք չդիտարկեցինք այն շրջադարձային, սակայն այսինքն կորեկցիոն շրջադարձ որպես այդպես դիտարկել ենք և այն այդ կորեկցիան այսօր իսկ արեց, խնդրեմ, բավական խորքային, գրեթե հասել է մեր ստոպերին, ես կառաջարկեմ երկուշաբթի օրը մեր ստոպ լոսերը տեղափոխել հենց այսօրվա մոմի մինիմումի տակ, ինչ կունենանք ուրեմն երկուշաբթի օրվա համար, առաջին օրը, երկրորդ օրը, երրորդ օրը 0-ից անցման 3 էր, չի աշխատել, հետևաբար բայց ստոպերից մեկը կտեղափոխենք հենց այսօրվա մոմի մաքսիմումի վրա, և ըստ էության դեռ այստեղ
հնարավորություն կա կանաչ զոնան աշխատելու, իհարկե բացասական տիրույթում ենք, այստեղ նաև բայ ֆրակտալը դեռ չի աշխատել, այնպես որ սպասում ենք, սելի համար ունենք սել ֆրակտալ մայիսի 5-ի մոմի մինիմումից, ստոպերը կտեղափոխենք գրեթե նույն մակարդակն է, բայց կտեղափոխենք այսօրվա մոմի մի քիչ բարձր, այսօրվա մոմի մինիմումի տակ։ Դոլար կանադական դոլարը ֆլետ է, ֆլետային իրավիճակում է հայտնվել այս շաբաթ, չի կողմնորոշվում, չի աշխատում մեր որևէ շրջադարձային մոմը, ոչ երկրորդ սիգնալը մեկ, սել դիրք ենք բացել, դիվերսել սիգնալն ենք բացել, գիտեք, մեկ սել ունենք այս պահի դրությամբ, սպասում ենք փոփոխությունների ստոպը դեռ պահենք ուրեմն ամսի 8-ի, 5-ի ներողություն մոմի մաքսիմումին, այստեղ նաև մեր բայ ստոպն է դրված, բայ ֆրակտալային ստոպը, սելի համար երկու տեղ ունենք, հենց 5-ի մոմի մինիմումից և ամսի 10-ի մոմի մինիմումից որպես երկրորդ ուդրեց, բայերը ոչ մի կերպ չեն ուզում փակվեն, տեսնում եք ստոպ լոսը տեղափոխեցինք բայերի համար ամսի 10-ի մոմի մինիմումի տակ չեն փակվել, դեռ բայերն աշխատում են, դեռ պլյուսների մեջ են, բոլոր դեպքերում, տեսնենք, փակվելու դեպքում նույնպես մեծ շահույթի մեջ է լինում բայերը, չփակվելու դեպքում այս բարդրությամբ, այսինքն շահույթի մեջ են, բնականաբար, եթե շարունակեց վերև գնալ կանադական դոլարը, արժե զրկվել, հետևաբար մենք ունենանք բավական մեծ շահույթներ։ Այսպիսին է այստեղ իրավիճակը, սելերի համար տեղեր ունենք, դեռ չի աշխատել դրանք, մեկ սել ունենք ուրեմն այստեղից, ամսինի մոմի մինիմումից, ստոպը դեռ գտնվում է ամսի մոմի մաքսիմումի վրա, սպասենք հասկանանք ինչ է կատարվում կանադական դոլարի հետ, ըստ ես դեռ ֆլետային կամ ավելի շուտ նաև ստեղ եռանկյունի է ձևավորվում, և տեսնենք թե եռանկյունի ձևավորումը ինչ պատմություն կունենա, այսպես ինչ որ իրավիճակի մեջ ենք, տեսնենք, մյուս սելը մեր դրված ամսի ապրիլի 13-ի մոմի մինիմումից այստեղ ունենք սել ստոպ, սպասենք, տեսնենք ինչ է կատարվելու, ավստրալիական դոլարը դեռ մեր ստոպ լոսերը չեն փակվել, գիտենք, ստոպը կտեղափոխենք հենց այսօր մոմի մինիմումի տակ, այս բոլոր սելերի ստոպ լոսը, այլ որևէ սել ուրեմն չունենք, սել դիրք բացելու, անուն է սկսել կանաչել, հնարավոր է ճիշտ է առաջին մուդրեց այստեղ չտվեց, սակայն երկրորդը մեզ տա, այնպես որ սպասենք, տեսնենք ինչ է իրականում այստեղ կատարվում, հնարավոր է ևս մեկ սել իմպուլս ունենանք, որտեղից նոր շրջադարձ, նոր վերև, այս բարդրությամբ սելեր են բազմաթիվ աշխատում, որոնց ստոպը կտեղափոխենք հենց այսօրվա ամսի 12-ի մոմի մաքսիմումին, բայի համար ունենք բայ ֆրակտալ, բայ ստոպ դրված այստեղ, դա ամսի 24-ի մոմն է, 24-ի մոմի մաքսիմումից ունենք, ապրիլի 24-ի մոմի մաքսիմումից ունենք դրված բայ ստոպ, այլ դիրք բայողության համար չունենք։ Նոր զելանդական դոլարը, ուրեմն իջնում է ներքև, ծագել ենք սել ֆրակտալը, այսպիսով սել ստոպ ունենք, այսօրվա մոմը մեզ տալիս է ուրեմն կարմիր զոնա և պլյուս է սիգնալներ, երկու սել ստոպ դնենք այսօրվա մոմի մինիմումի տակ և սպասենք ինչ կկատարվի, իհարկե սա դնում ենք երկուշաբթի գիշեր, ուտենք ոչ այս պահին և սպասենք, որ թե այստեղ տրված է մեր սել սիգնալները, երկու սել ստոպ դնելու հնարավորություն ևս ունենք, ստոպ լոսերը պահում ենք ամսի 10-ի մայիսի 10-ի մոմի մաքսիմումին, բայի համար ունենք բայ ֆրակտալ, դա ամսի 24-ի, ապրիլի 24-ի մոմն է, այդ մոմի մաքսիմումից դնում ենք բայ ստոպ։ Ոսկին ինչ է կատարվում ոսկու մոտ, ոսկին մեր շրջադարձային մոմը արդեն ծագել է դեպի վեր,
Մենք աշխատել եմ մեր բայ ստոպը, ստոպ լոսերը դրված են հենց այդ մինիմում կամ սինիմումն է, այնտեղ նաև մեր սել ստոպն է, փակ են մեր բոլոր սել դիրքերը, բոլորն էլ փակ են շահույթով, գումարային առումով բավական մեծ շահույթ, իհարկե մեզ գումարային առումով մեծ շահույթ բերեց առաջին դիրքը շրջադարձային 540 պունկտ եւ երկրորդ մուդրեցից դիրքը 360 պունկտ, այնպես որ փակենք մեր մնացածը մոտիկ են փակվել ըստ էության, դրա համար չենք հաշվում, այդ երկուսն էլ քիչ չեն, փակենք մեր սել դիրքերը, սել ստոպ է դրված ամսի ուրեմն 9-ի մինիմումից եւ բայը արդեն իսկ աշխատած այնտեղ նաեւ մեր բայ ստոպ լոսն է։ Մյուս բայ սիգնալը մեր գտնվում է բայ վրա, այստեղ ունենք բայ ստոպ։ Սպասենք ամենայն հավանականությամբ զարգացումները դեռ կտեսնենք մի շաբաթ եւ եթե այստեղ զարգացավ բայ ուղղությունը, ապա հունիս ամսվանից դժվար թե մենք տեսնենք որևէ շրջադարձ։ Եվ խնդրեմ, արծաթը արդեն աշխատել էր, երեք դիտարկեցինք ահռելի շահույթները արծաթի վրա, այստեղ ուրեմն 1000 պունկտ միայն առաջին դիրքից, այստեղ 700 պունկտ 2, 1005, իշնենք այստեղ 4 դիրք, ուրեմն 600 պունկտ 2005, 4000-5000 պունկտ արդեն, հասել ենք, ես մոտավոր եմ հաշում, մի բան քիչ, բայց դա իրական է, 4500 պունկտ 802 դիրք ունենք այստեղ, 5800 ներողություն, 2600 այստեղ արդեն եղավ 6500 մոտավորապես, 7000 պունկտ, միջին հաշվարկով 7000, 6000-ից 7000 պունկտ, սա հոյակապ արդյունք է, ես այստեղի սելերը չեմ ջնջի, որպեսզի ստրատեգիայի արդյունավետությունը ամբողջությամբ հետագայում նույնպես երևա, այս ֆրակտալի սելը մոռացել ենք, այստեղից շահույթը մեր 230 պունկտ է, քիչ չի 250 պունկտ, ինչևէ, փակ են մեր բոլոր սել դիրքերը, աշխատում է բայը, ստոպ լոսը դրված է հենց ամսի մինիմումի տակ, այնտեղ նաև մեր սել ստոպն է։ Տեսնում ենք այստեղ արդեն երկու շաբթօրը ամենայն հավանականությամբ կունենանք երրորդ կանաչ սյունակը, որը մեզ կհուշի նաև երկրորդ բայ ստոպը դնելու մասով, այնպես որ սպասենք մի շաբաթ, հուսանք արծաթը նույնչափ մի բան էլ ավել մեզ բայ ուղղությամբ կտա իր մյուս բայ ստոպը այս պատրությամբ դեռ 17-ի մաքսիմումի վրա է, այստեղ բայ ֆրակտալ ունենք դրված, այնպես որ սպասենք։ Նավթը աշխատում է շրջադարձային մումը մայիսի 26-ին 27-ին իշխան գիտեմ օպեկի նիստն է լինելու, սպասենք մինչ այդ օրը ամենայն հավանականությամբ մինչ ամսվա վերջ, այսինքն մինչ այդ օրը կբարձրանան նավթի գները, սակայն ես ինչ որ կանխա զգում եմ, ասենց ասեմ, դա նույնպես շուկայական կատեգորիա չի, ինչպես կասեր մեր վայեն, այնպես որ կանխազգում եմ, որ ինչ որ գործարք չպետք է կայանա եւ ըստ էության այդ բոլոր ծավալ կրճատող երկրները երկու հանգամանք պետք է հաշվի առան, առաջինը, որ այն արդյունքը, ինչ որ ուզում էին իրենք տեսնել, չտեսան, 6 ամիս անընդմեջ օրական մոտ 2 միլիոն բարել կրճատում են իրենց արդյունահանումը, սակայն խնդրեմ, սա հունվարի 1-ը գտնենք ժողովուրդ ջան, սա է հունվարյան ուրեմն մոմն է եւ չկա գնի աճ, հունվարի 1-ից կրճատում են 2 միլիոն բարելով, որևէ արդյունավետություն այստեղ չենք տեսնում, չկա, այլ հակառակը այս բարձր գների պահպանումը, գների նույն մակարդակի պահպանումը բերեց շերտաքարային ամերիկյան նավթի արդյունահանման աճին, շահեց Ամերիկան, անընդհատ մեծացնելով իր ծավալները,
վերելով պատմական մաքսիմումների մակարդակի եւ այդ երկրները ըստ էության չեն վաճառում նույնիսկ այս գներով նավթը իրենց, այլ հակառակը կրճատում են արդյունահանման ծավալները։ Սա շատ մեծ բացասական ուրեմն ազդակի այդ նիստում քննարկելու համար շատ մեծ բացասական ուրեմն երևույթ է, հանգամանք է, որտեղ որ վերջ-վերջո այդտեղ միամիտ մարդիկ չեն նստած եւ հարցել են ինչ տվեց մեզ դա։ Կամ պետք է սկսեն էլ ավելի կրճատել նավթի արդյունահանումը, որպեսզի գոնե մի քիչ արդյունք տա վերադառնալ նախկին մակարդակներին։ Ըստ էության դա մի քիչ անհավանական է, որտեղ հաշվառ ենք, որ յուրաքանչյուր երկրի շահերից է խոսելու այդտեղ, իսկ շատ ասում են, որ արդյունահանման կրճատումը բերում է նաև գնի կրճատում ըստ էության եւ ընդհանուր եկամուտը մի քանի անգամ ավելի շատ կրճատվում է, արդյունք չի տալիս այդ քաղաքականությունը եւ այն շարունակելը ինձ թվում է այսինքն նաև այդ անդամներին պետք է թվա որ ինչ-որ իմաստ չունի կամ առնվազն մի մասը դուրս գա այդ համաձայնագրից։ Նման ցանկացած ելք բերելու է նավթի գների ռեկորդային անկման։ Նման ցանկացած ելք։ Այս պետությամբ շուկան համոզված է, որ նման ելք չի լինելու, համոզված կգան համաձայնության եւ երկարացնեն մի բան էլ ավել կսկսեն արդյունահանման ուրեմն եւ ոչ միայն երկարացնել, այլ արդյունահանման կրճատվող ծավալները մեծացնել, ավելի շատ չարդյունահանել, որպեսզի առաջարկը էլ ավելի շատ կրճատվի նավթի։ Բայց դրան զուգահեռ որքան բարձրացնենք նավթի գները, այնքան Ամերիկան ավելի շատ նավթ է արդյունահանում եւ մեծացնում այդ ճեղքվածքը։ Իհարկե այս պայմանությամբ նավթի պահանջարկը բավական բարձր է եւ այն նպաստում է գների աճին։ Ինչևէ ունենք այստեղ դիվեր buy signal, buy stop կդնենք այս հրամանի մաքսիմումից եւ կսպասենք հետագա զարգացումներին, սելի համար ունենք sell fractal, դա ամսինի մինիմումն է։ Ստոպերը դեռ թող մնա ամսի մինիմումի տակ, երկշաբթի օպտիմալացնենք։ Buy համար եւս ունենք buy fractal այստեղ, բավական հեռու, դա ապրիլի 12-ի մոմն է, այստեղից ունենք buy stop։ Նույնն էլ բրենդի մասով, այստեղ նույնպես ունենք դիվեր buy stop դնելու հնարավորություն, մեկ buy-ն աշխատում է, stop loss հենց ամսի մինիմումի տակ, այնտեղ է նաեւ sell stop-ը։ Buy stop-ը այստեղ նույնպես ապրիլի 12-ի մաքսիմումից գնում է վերև, իհարկե այդտեղ հասնելուն դեռ մենք շատ ունենք։ Ինչևէ, այսպեսին է նաև նավթի շուկան։ Մեքսիկական պիեսոն, ովքեր հետաքրքրված են, ըստ էության փակեց մեր բոլոր buy դիրքերը եւ երեկվա մոմը, ինչպես եւ մենք սպասում ենք, տվեց կարմիր զոնայի առաջին օր եւ այն արդեն իսկ աշխատած է։ Այսօրվա մոմը տալիս է կարմիր զոնայի երկրորդ օր եւ անցումը 0-ից AC-ով։ Այստեղ նույնպես երկու sell stop ավելացնենք։ Եկեք փակենք այսքան կուտակված բայերը, մի մասը ներողություն այստեղ սրանք չեն աշխատել։ Հեսա buy fractal-ն է չաշխատած, սա կանաչ զոնայի տեղափոխումն է չաշխատած։ Մնացածը աշխատած եւ արդեն իսկ փակված են։ Սա զրոյական կիսավնասային տարբերակներով։ Եվ խնդրեմ, երևի թե նոր sell ուղղություն է զարգացնում, հիշենք, որ այստեղ ունենք նաև sell fractal, վերենք այստեղ, սա է, ոնց որ թե ամսի 2-ի, մայիսի 2-ի մոմն է, այստեղ sell stop ունենք նաև դրվելիք, եւ երևի թե եւս մեկ sell impulse զարգանա մեքսիկական պիեսոյի մոտ։ Տեսնենք, ինդեքսներին դեռ չեմ անդրադառնում, չնայած տեսնում եք ընդհանուր առմամբ անկումային վիճակ է Dow Jones-ը սա, բայց չկա որևէ իմպուլս, այսքան ամիս շաբաթ արդեն ֆլետային վիճակում են, բայց լինելու դեպքում բավական խորքային մենք անկում ենք ունենալու, չկա որևէ sell բացի sell fractal-ը, որը ամսի մինիմումի տակ է, դիմիջերուց ամենալավ տեղն էլ ինձ թվում է սա է, որտեղ եթե այն իջանք հիշնենք, եւ ըստ էության դա այդքան էլ հեռու չի, սլավի սիրած սենց ասեմ ավելի ճիշտ ասվի, նախադասություն ես, ուրեմն կրկնակի գագաթա դվայնը
շուտով մենք տեսնենք նման իրավիճակ, սա ֆոնդային շուկան է, ամերիկյան տնտեսությունը եւ սա նշանակում է ամերիկյան տնտեսության ինչ-որ դեպրեսիոն վիճակներ։ Չնայած հավանական է նաեւ եւս մեկ անգամ մաքսիմումներ տեսնենք նոր։ Դրա համար այս պայմանությամբ NASDAQ-ը դեռ մաքսիմումներ է գերազանցում, այս պայմանությամբ ձեռնպահ ենք մնում մեկնաբանություններից, երկու այստեղ դիվերսիալ սիգնալ կա այս պայմանությամբ նաեւ դիվերգենցիան ակնհայտ է եւ անկում անխուսափելի այսքան էլ նոր մաքսիմումներ գերազանցենք սպասվելի է։ Անդրադառնանք մեր կրոս զույգերին։ Եվրո-իենան աշխատել է մեր շրջադարձային մոմը, այստեղ ինչու տարբերանշան չենք դել, որ հետագայում հասկանանք, թե ինչու ենք մեր շրջադարձերը մեր շրջադարձային մոմն է, աշխատել է սեր ստոպահում, սկսել է արդեն կարմրել, բավական լավ է, ստոպ լոսը դրված է մաքսիմումի վրա, խնդրեմ։ Դամսիգնի մոմն է, իհարկե մենք դեռ գտնվում ենք բացման գնի սահմաններում, ակնհայտ որևէ ներքև չենք իջել, լավ շահույթների մեջ չենք։ Ամսինի մոմն է, բայ ստոպը մաքսիմումի վրա է, իր հեջավորման take profit-ով, ստոպ լոսը նույնպես, այնպես որ իջնում ենք ներքև, եվրո-իենան, մի շաբաթ կտեսնենք արդյունքները։ Եվրո-ավստրալիական դոլարն է կորեկցիա գնում այսօր խորքային, բավական իջել էր, հիմա կորեկցիա ենք գնում, բնական է սա, առաջին ալիքից հետո պարտադիր երկրորդը պետք է ունենանք, նորմալ բնականon երևույթ է, շուկաներում կախված նրանից թե ինչքան բարձրանա, իհարկե հուսանք, որ շատ չի բարձրանա, այլ կսահմանափակվի 38 կամ 50%-ով մեր կորեկցիան եւ կգնանք երրորդ ալիքը ներքև ավելի արագ, ավելի այնմասշտաբ, այնպես որ այստեղ նույնպես ունենք մեր սելը, իջնում ենք ներքև, ովքեր չի հասել բացել կարող են այսօրվանից բացել, որտեղ գրեթե մոտիկ ենք բացման գնից։ Նաեւ հեջավորման համար ունենք հենց buy stop-ը դրված մայիսի 5-ի մոմի մաքսիմումից եւ աշխատելու դեպքում մեր սել ուղղության մենք take profit-ով կհեջավորենք buy-ով կհեջավորենք մեր վնասը։ Իսկ ինչ վերաբերում է ուրեմն երկրորդ սեր սիգնալի, մենք ամենայն հավանականությամբ այն կունենանք երկուշաբթի օրը, կսպասենք այս կարմիր սյունի ի հայտ գալուն, երկրորդ սեր ստոպը կդնենք, համբերենք, մի շաբաթ հետարքիր իրավիճակներ կտեսնենք։ Ֆունտ իենան է ցավոք չտվեց մեզ ամսի 10-ը շրջադարձային մոմ դարձավ եւ գնում ենք ներքև։ Հնարավոր է չնայած նման դեպքերում այստեղից ինչ որ շրջադարձ լինի, կորեկցիոն լինի, այն սա լինի 4-րդ ալիք եւ մենք բարձրանանք եւս 5-րդ ալիք, նոր այնտեղից իջնենք։ Բայց բոլոր դեպքերում էլի լավ շահույթ կարելի է ֆիքսել, այստեղ չկա, խոսքով չկա հնարավորություն առայժմ վաճառելու։ Մեր բոլոր բայ դիրքերը խնդրեմ բոլորն էլ շահույթի մեջ կլինի, եթե փակվի ուրեմն դրված stop loss-ով, դա մայիսի 8-ի մոմի մինիմումից է դրված այս stop loss-ը այս պայմանությամբ, հետագայում եթե պետք է օպտիմալացնենք, եթե չփակվեց, բոլորը շահույթների մեջ են 200 պունկտ, 350 պունկտ, միջինացված 2000 պունկտ մենակ այստեղ է, 870 պունկտ, բավական լավ իրավիճակ է, շահույթները շատ գեղեցիկ են եւ փակվում ենք գերշահութային իրավիճակում։ Սելի համար կսպասենք երևի թե երկրորդ ուդրեցին այլ նշանի նոր կմտնենք սել չկա, այս բանը ֆունտի նաեւ սել չկա։ Եվրո-կանադական դոլարը նույնպես խորքային կորեկցիա է գնում, այստեղ մենք ունենք երկրորդ սել դնելու հնարավորություն եւ դրված է այն երեկվա մոմի մինիմումից երկրորդ ուդրեցով։ Ստոպերը մի փոքր օպտիմալացել ենք, չնայած ըստիս բավական վաղ են ամսի 8-ի մոմի մաքսիմումի վրա, որտեղ երկրորդ ալիքը հակում ունի 100% կորեկցիա գնալու եւ կարող ենք ստոպը վերցնել նոր շարունակենք իջնել։ Բայց հուսանք այդպիսի
խորքային կորեկցիա չի գնա, այլ հակառակը կշարունակի մեր ուղղությունը։ Երկու այս պայմանությամբ աշխատող մեկ սել ունենք եւ երկրորդը խնդրեմ 3-ամոմի մինիմումից դրված է երկրորդ սել ստոպը։ Երրորդը բավական հեռու է, ֆրակտալային սել ստոպն է, այս պայմանությամբ չենք քննարկում, մոտեցավ գինը կքննարկենք։ Դրված է միջավորվող ուրեմն buy stop-ը, take profit-ով իր ամսի 5-ի մոմի մաքսիմումից չաշխատելու դեպքում ետ բերենք մեր վնասները։ Պես որ այստեղ նույնպես ուղղությունը սել է դեռ, ֆունտ կանադական դոլարն արդեն 2 սել ուղղություն ունենք, դեպի ներքև ստոպերը օպտիմալացրել են փոքր ամսի 10-ի մոմի մաքսիմում են գտնվում, այնտեղ կարող ենք բերել նաև buy stop ֆրակտալային, նոր ֆրակտալ է այն ըստ էության դառնում եւ սպասել զարգացումներին, տեսնենք ինչպիսի զարգացումներ կունենանք մի շաբաթ, բոլոր դեպքերում հուսանք, որ մեր բոլոր շրջադարձերը իսկապես կաշխատեն եւ մեզ բավական շահույթներ կբերեն։ Ֆունտ ավստրալիական դոլարը նույնպես աշխատել է, այս պայմանությամբ դեռ մեկն է, կսպասենք 2 շաբաթ օր այստեղ նույնպես երկրորդ մուդրեցի հայտ գալուն, երրորդ կարմիր սյունյակի եւ եւս մեկ սելի դիրք տեղ կունենանք։ Նույն տարբերակով stop loss-երը մոմի մաքսիմումի վրա են ամսի 10-ի, այնտեղ են նաև buy stop-երը, ուղղությունը ներքև։ Երեկվա դիտարկած ֆունտ նորզելանդական դոլարի մոմ այո շրջադարձային է ըստ էության, այն այս պայմանությամբ արդեն իսկ աշխատել է։ Տեսնենք հետագայում ինչպիսի զարգացումներ կունենանք նաև այստեղ։ Ընդհանուր առմամբ այսօր այսքանը հարգելի մասնակիցներ, եթե կան հարցեր, ապա խնդրում եմ գրեք, որևէ ակտիվ դիտարկենք կամ չդիտարկենք կամ ֆունդամենտալ առումով, եւս մեկ անգամ զգուշացնել, որ ովքեր հակված են վեբինարները նայելու ձայնագրված տարբերակով, օրինակ երեկվա վեբինարը խոտանի պատճառով չստացվեց, ուրեմն ձայնագրությունը տեղադրել մեր էջում եւ հնարավոր է նման դեպքերում ուրեմն չտեսնենք, դա համար ցանկալի է on-line տարբերակով մասնակցել ուրեմն վեբինարներին, առավել եւս ձեր հարցերը on-line տարբերակով տալ մեզ։ Նորզելանդական դոլար իենա։ Ահա ջան, այս զույգի մեջ քեզ ինչն է հրապուրել, իսկ ասես բավական ուշացած ժամանակ ես այն դիտարկել, եթե դու շրջադարձային մոմի մասով ես ուզում հարցնես երեկվա մոմը, չէ, այն ըստ որևէ շրջադարձային չէ, կարող է այս կորեկցիան որ գնացել է, այնուհետև շարունակենք մեր սել ուղղությունը, բայց մոմը ինքը որպես այդպեսին չի անպատասխանում ըստ էության շրջադարձի կանոններին, նույն հավանականությամբ կարանք ասենք ամսի 24-ի մոմն է շրջադարձային, բացարձակ կապ չունի շրջադարձային մոմի հետ, տրենդը այստեղ բայնոր է զարգանում, չկա մի խոսքով այստեղ կանաչ զոնա ունենք աշխատած ամսի 2-ից 1, երկրորդ օր, երրորդ օր տեղափոխված ու աշխատել է, 4-րդ օրը անցումը 0-ից 5-րդ օրն է աշխատել, ստոպերը կամ հիմա պետք է խփած լինեն կամ պետք է լինեն ամսի 5-ի մոմի մինիմումի տակ, սելի համար ունենք այստեղ սել ֆրակտալ, բայի համար բայ ֆրակտալը ձևավորվում ամսի 10-ից, խորհուրդ չի տա այստեղ այս պայմանությամբ աշխատել, այն մեկ ժամանակին աշխատել ենք, վերևներից սելը իջել ենք, հետաքրքրություն չլիներ պատճառով չենք դիտարկել հետարգա շարժը, սակայն այսքան էլ մենակ պահենք մինչև վերջ, բավական հերիք կլիներ, բավարարել մեզ, այս պայմանությամբ ավելի լավ է շուկայից դուրս լինել, որովհետև չկա հստակ զարգացումներ, հնարավոր է այս սել ուղղության շարունակությունը դեռ մենք տեսնենք, բայց սելի համար այս պայմանությամբ ունենք այստեղ սել ֆրակտալ, խնդրեմ, վերնոր սել, իրական սել ֆրակտալը, ուրիշ որևէ շան չունենք ամսի 27-ի։ Ինձ թվում է երևի թե, հա,
պատասխանեցի Ավոյի հարցին, թե շարունակենք ինչ-որ։ Այո, այդքան է։ Այստեղից, եթե չունեք բացված դիրքեր, ցանկալի է այս ակտիվից այս պայծրությամբ հեռու մնալ, խնդրեմ Ավո ջան։ Եթե չկան հարցեր, այս պահի համար այսքան է։ Շնորհակալություն մասնակցության համար, բոլորին հաճելի հանգստյան օրեր եմ մաղթում, կհանդիպենք երեքշաբթի 20:30 նույն լինքով, համեցեք, ցտեսություն։